Բարև ձեզ բարեկամներ, բաց TV-ն է եւ ավանդույթի համաձայն ամեն երեքշաբթի մենք տաղավարում ներկայացնում ենք մարդկանց, ովքեր օրինապաշտ քաղաքացի ծրագրի ստեղծման եւ կայացման համար իսկապես անում են ամեն ինչ։ Այսօր մեր հանրահայտ փաստաբան Lev Group փաստաբանական խմբի ղեկավար Լևոն Բաղդասարյանն է մեր տաղավարում։ Բարև ձեզ։ Պարոն Ուշյան, նախորդ հաղորդաշարի ժամանակ ձեր բարև ձեզին ես պատասխանեցի բարի լույս, ունկնդիրներից մեկը այսպիսի նամակ էր գրել, որ ինչ ես բարի լույս ասում, դրա համար իմ որպեսզի նման թրիմացություն չլինի, ձեր բարև ձեզին պատասխանում եմ, արևածագը դիմավորողներին ողջույն, արևածագը պարգևողին փառք։ Հրաշալի։ Գիտեք, իսկապես բազմաթիվ բողոքներ ենք այսօր ստանում մեր քաղաքացիներից կապված բանկային համակարգի հետ։ Մարդկանց շատ հաճախ, երբ նրանց հաշվին կանխիկացվում է, գումար է փոխանցվում, կանխիկացման համար ահռելի անհասկանալի պահումներ է արվում, մարդկանց կոպտում են, վիրավորում են։ Սա ինչ է։ Բանկը չի հասկանում, որ նման աշխատաձևով, նման ոճով կարող է ազդել ներդրումների վրա եւ ի վերջո քաղաքացին կարող է իր որոշումը կայացնել եւ գումարը չտանել այդ բանկ, այլ օտար երկրյա բանկ կամ ինչպես ընդունված է ասել, պահել բարձի տակ։ Շատ լավ, մինչ այդ թույլ տվեք անդրադառնամ։ Օրեր առաջ դատական process-ի ժամանակ, ինչպես հիշում ենք, մահացավ Արմեն Գրիգորյանը, պրոդյուսեր, որը մեր կալանքի տակ նախ ցավակցում եմ մերձավորներին, հարազատներին, միևնույն ժամանակ հերթական անգամ ցանկանում եմ արձանագրել, որ եւս մեկ անգամ ապացվեց, որ մարդը դա բարձրագույն արժեք չէ։ Այստեղ խնդիրը վերջինիս արերույթ կատարած հանցագործության մասին չեմ խոսա, կար, չկար, հանցակաց կար, չկար, եթե անձը կատարել էր հանցագործությունը, ապա բնականաբար պետք է կրեր պատասխանատվություն, բայց վերացական դատողությունով հիվանդ մարդուն պահել կալանքի տակ, դա խոշտանգում է եւ դրա բխող բացական հետևանքները մենք տեսանք եւ այդ դատական process-ի ընթացքում եւ ինչու՞ չէ վաղը Հայաստանը լուրջ խնդիրներ առաջ է կանգնելու։ Ավելին պարոն Ուշյան արձանագրեմ, այն փաստաբանները, ովքեր այս ապօրինի կալանքների պահով հետամուտ են լինում եւ գնում են մարդու իրավունքների եվրոպական դատարան, միեդը շատ արագ արձագանքում է եւ իր դիրքորոշումը հայտնում է, որովհետեւ վաղուց միեդը արձանագրել է, որ մարդը բարձրագույն արժեք է, ի տարբերություն Հայաստանի։ Եվ այդ անօրինական կալանքների հետ կապված նաև տեղեկացնեմ, որ հայտնի Նորք Մարաշ հայտնի քրեական գործով այնտեղից ներկայացնում եմ Վարդանյան Արտուրի շահերը եւ օրերս հիշում ենք նա մոտ տևական ժամանակ 2.5-3 տարի գտնվեց կալանքի տակ, օրեր առաջ մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրեց, որ վերջինիս նկատմամբ տեղի ունեցել խոշտանգում եւ իրականացվել է ապօրինի կալանք։ Ինչ վերաբերում է բանկերի գործառույթների հետ կապված, Մարկ Տվենը այսպիսի մի հետաքրքիր աֆորիզմ ունի, իմաստուն խոսք, ասում է, երբ արև է, բանկը քեզ հովանոց է տալիս, երբ անձրև է գալիս, հովանոցը ձեռքից հետ վերցնում է։ Ցավոք, բանկերը, այդ թվում նաև հայաստանյան բանկերը, մասնավորապես հայաստանյան բանկերը, որպես այդպիսի գործառույթ իրականացնում են ընդամենը փող ծախելու գործառույթ։ Դրանից ավել գործառույթ վերջիներս չունեն եւ այդտեղ դնում են գլխավոր պլան իրենց շահը։ Այո, պետական քաղաքականությունը պետք է այնպեսին գնա, որ Հայաստանում կայացած բանկային ինստիտուտ, բայց այն ֆորմատով, որ այսօր է իրականացվում բանկերում, ես կարծում եմ դա մեղմ ասած ոչ մի լավ բանի չի բերի ինչպես Հայաստանի քաղաքացու, այնպես էլ Հայաստանի տնտեսության հետ կապված։ Սկսած միջնորդավճարներից, վերջացրած նոր ներդրումների ժամանակ բանկի աշխատողները, այսպես ասած, թռնում են տվյալ քաղաքացու դեմքին։ Այն ֆորմատով, որ կարծես հարցաքննություն է գնում, այլ ոչ թե օրենքով սահմանված կարգով եւ շարքերված եղանակով ընդհանրապես պետք է ճշտեն փողը, ծագումը եւ մնացած գործառույթները։ Եվ ցավոք վերջերս մի առիթով մի հարթակում բարձրաձայնեց կոմպետենտ մասնագետը, որ Հայաստանից ավելի հեշտ է գումար դուրս գնում,
եւ շատ բարդ ձևով գումար է մտնում։ Դա եւս տնտեսության հետ կապված աղերս ունի։ Գիտեք, ես նման հարթակում ընդհանրապես կարող եմ արդյոք հայտնել միգուցե սուբյեկտիվ է, որ ցավոք պետական քաղաքականություն իրականացնելիս գլխավոր պլան է մղվում ոչ թե տնտեսագետի, բիզնեսմենի կարծիքը, այլ գլխավոր պլան են մղում ընդհանրապես ֆինանսիստի կարծիքը։ Դա է պատճառը, որ այսօր մենք ունենք այս խայտարակ վիճակը։ Մեզ եւս բազմաթիվ բողոքներ կան բանկային համակարգի հետ կապված, ինչպես տեղի քաղաքացիներից միջնորդավճարներ, արհեստական հերթեր, չգիտեմ ժամերով, այնպես էլ նաեւ դրսի ներդրողների հետ կապված այդ բողոքները մենք ունենք։ Գիտեք, ես պիտի ասեմ, որ հատկապես մայրաքաղաքի կենտրոնի բնակիչները մեծ դժգոհություն են արտահայտում օտարերկրացի քաղաքացիների պահվածքից։ Շատ հաճախ քաղաքի փողոցներում կիսամերկ, այսպես ասած, անվայել հագնված հագուստներով օտարերկրացիները իրենց շատ ազատ են պահում եւ հատկապես գիշերվա ժամերին ալկոհոլի թմրանյութերի ազդեցության տակ պարզապես տհաճ պահեր են պարգևում երևանցիներին։ Սա ինչ է։ Ինչ որն է ելքը։ Գիտեք, իրավական գործիքակազմը կա, իրավամբ Հայաստանը, մասնավորապես նաև Երևանը համարում է հյուրընկալ երկիր, հյուրընկալ քաղաք եւ առաջի տպավորությունը, որ օտարերկրացիները, տուրիստները տեսնում են, դա հյուրընկալ վերաբերմունքն է, բայց միանշանակ ճիշտ են բողոքում մեր քաղաքացիները, դա չպետք է լինի ի հաշիվ քաղաքացու իրավունքների խախտման։ Նայեք, մեր գրասենյակներից մեկը եւս գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում եւ օրվա տարբեր ժամերին մենք ականատես ենք լինում, ինչպես դուք նկատեցիք, դուք կիսամերկ եք ասում, ես կասեմ համայրամերկ անձանց, ովքեր շատ ազատ գնում են։ Գիտեք, խաղի կանոնը, բարեվարկության կանոնները ունի պոզիտիվ պարտավորություն դնելու քաղաքային իշխանություն է։ Քաղաքացին պետք է իմանա այդ խաղի կանոնի մասին։ Եթե քաղաքացուն դու չես տեղեկացնում խաղի կանոնի մասին, ապա քաղաքացին այո, մեր կիսամերկ եւ այլ գործառույթներ կարող իրականացնի, ինչպես նաեւ ժամը 12-ից հետո կարող է բարձր խոսել, գոռալ եւ այլն։ Նայեք, Միացյալ Նահանգներում ես նկատել եմ, որ ամեն 1 կիլոմետրի վրա մոտավորապես եմ ասում, ու կախված թե որ նահանգում ես գտնվում, այնտեղ վահանակի վրա տեղադրված է հետևյալ ցուցանակը՝ աղբ թափել է $1000։ Հիմա եթե մեր օտարերկրացիներին, տուրիստները եւս իմանան, որ աղբը թափելուց նա կտուգանվի պատասխանատվության կենթարկվի, ոչ նորմալ անցումով անցնելուց նա պատասխանատվության կենթարկվի, որ Երևանում ուղղակի արգելված է կիսամերկման գալը եւ որոշակի բարեվարկության կանոնները վստահեցնում են, օրինակ բարձրով իրենք կատարեն։ Այսինքն ամփոփելով խոսքս, այստեղ քաղաքային իշխանությունը ունի պոզիտիվ պարտավորություն իրազեկելու, հնարավորինս իրազեկելու, ինչու՞ չէ, նաեւ Երևանի վահանակների վրա տեղադրելու համապատասխան խաղի կանոնային, ասենք, դրույթներ։ Այո, կրկնում եմ, հյուրասեր ազգ ենք մենք, բայց դա չպետք է լինի քաղաքացու խախտված իրավունքների հաշվին։ Այո։ Գիտեք, ես պիտի ասեմ, որ արդյոք չկան իրավական գործիքներ, որոնք միջոցով կարելի է զսպել հատկապես այն մարդկանց ախորժակը, որոնք իրենց թույլ են տալիս լկտի արտահայտություններ համացանցում, վիրավորում, սպառնում են մեր քաղաքացիներին։ Պարոն Շան, դա բավականին մեծ խնդիր է, որ բազմիցս իրավապաշտպանները վարձաձայնել են։ Ինքս բազմաթիվ անգամ ներկայացրել եմ եւ զեկույցների տեսքով, եւ հարցազրույցների, եւ հրապարակումների տեսքով, որ չկա տարբերություն անձը հասարակական վայրում հասարակական կարգ է խախտում հայում է, թե համացանցում նա հայում է կամ ատելության քարոզ է անում։ Քրեական օրենսգիրքը ունի հոդված, դա խուլիգանությունն է եւ նման պայմաններում քանի պետական լիազոր մարմինները իզորու չեն օրենքով սահմանված կարգով ենթարկելու տվյալ անձանց պատասխանատվության, դա ավելանալու է եւ այդ էժանագին հայտարարությունները ցավոք սրտի նաեւ սովորում է մյուս քաղաքացիների, օրինապաշտ քաղաքացիների ականջն նաեւ դա սովորում եւ նման պայմաններում դառնում է համատարած, դառնում է քրոնիկ եւ եթե պետական լիազոր մարմինները
տոտալ ձևով դրա դեմը չառնեն, մենք մոտ ապագայում ունենալու ենք հայոախառն երկիր, համացանցային հայոախառն երկիր, հետո կգնա փողոցում, հրապարակում, գիտեք, երբ մարդու ականջը սովորում է հայոյանքին, դա իր համար դառնում է սովորական բան։ Երբ մարդու ականջը սովորում է, որ դրա համար ինքը պատասխանատվության է ենթարկվելու եւ մի քանիսին կենթարկեն պատասխանատվության, նման պայմաններում անձը հասկանում է, որ դա չի կարելի, այսինքն տաբու է դրած։ Գիտեք, այսպեսի մի արևելյան ասույթ կա, ասում է, երբ արժեքները փչանում են, փչացածները արժեք են դառնում։ Այսօր մեր հասարակության մեջ փչացած մարդիկ են արդեն գալիս առաջ եւ դառնում են արժեք։ Նո այսքանը։ Գիտեք, մի հարց, որ մեր ունկնդիրը ուղղել է հենց ձեզ։ Պարոն Բաղդասարյան, օրեր առաջ Զվարթնոց օդանավակայանում արգելվել է Ֆրանսիայի գործիչ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Սա ինչ է նշանակում։ Պարոն, նայեք, մոտ 2 շաբաթ առաջ ես հյուր ունեի լեգենդար ֆուտբոլիստ 70-ականների, կարծում եմ դուք էլ կհիշեք, Ջուլիո Ադրիանո։ Նա իմ հյուրն էր եւ Զվարթնոց օդանավակայանում վերջինիս ժամը 7-ին էր կարծես թռիչք ինքնաթիռը իջել 6:37-ին եւ իրան մեկուսացրել էին պատճառաբանելով, որ վիզան համակարգում չի երևում։ Դե իհարկե ազանգը ստանալուց հետո ժամը 9-ից անմիջապես հետո ես ինքս ազանգեցի արտաքին գործերի նախարարություն, ուղարկեցի վերջինիս ինձ Viber-ով ուղարկած վիզան եւ շատ արագ 10 րոպե հետո, 5 րոպե հետո արտաքին գործերի նախարարությունից զանգարեցին, ասին որ թյուրիմացություն ա եղել, ներողություն խնդրեցին, այդ խնդիրը լուծվեց։ Գիտեք, օրենքի ուժով լիազոր մարմինները ունեն իրավունք մեկուսացնելու, պահելու, ճշտելու, բայց այնքանով որքանով այդ անձնավորությունը ումանով որ դուք տվեցիք հայտնի մարդ է եւ հասարակությունը իրեն ճանաչում է, որքան հասկացա որպես քաղաքական գործի, կուսակցականի, հասարակական գործի, բարերարի, Ֆրանսիայի մեր Սփյուռքայի բարեկամի նման պայմաններում ես կարծում եմ լիազոր մարմինները ունեն պարտավորություն հանրությանը տեղեկացնելու, որն է եղել պատճառը, որ վերջինիս թույլ չեն տվել հատելու սահմանը, իսկ նման հաշվետվություն, նման հայտարարություն չանելու պարագայում պետք է ուրեմն արձանագրել, որ խախտված է տվյալ անձի իրավունք, այսինքն պետությունը այստեղ ունի պոզիտիվ պարտավորություն, որն է եղել պատճառը, որ թույլ չտվի, միգուցե օբյեկտիվ պատճառ կա։ Այսինքն լիազոր մարմինները ունեն պարտավորություն ասելու, թե ինչի թույլ չեն տվել, բայց մասնավորապես անկախ կապ չունի թե ով է տվյալ անձը, եթե գտնում է լիազոր մարմինը, որ պետք է սահմանափակի վերջինիս մուտքը Հայաստան, այդ իրավունքը օրենքով տրված է, ու պատասխանս դա է։ Բարձ է։ Պարոն Բաղդասարյան, Արցախյան վերջին պատերազմի արտից հետո Ադրբեջանում պետական մակարդակով ոչնչացվում են այն ինչը հայկական է, անգամ պատմամշակութային համաշխարհային նշանակության հայկական արժեքներ։ Դրա հետ կապված դուք հայտարարություն ունենք, բայց մինչ այդ առաջարկում եմ մենք միասին մեր ունկնդիրների հետ դիտենք մի տեսանյութ, որից հետո դուք կասեք ձեր պատասխանը։ Խնդրեմ։ Աստված երբ խենթացավ լքված
մի ողջ ժողովուրդ ուր էր Աստված երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ ուր էր Աստված երբ ավերում էին շքնաղ մի երգիր ուր էր Աստված երբ խենթացած ցավից աղերսում էինք ամեն ուր էր Աստված երբ արդարության աչքերը կապվեց ուր էր Աստված երբ շուրթերին ասկիս աղոթքը սառեց ուր էր Աստված երբ փրկության կանչով երկինքը ցնցվեց ուր էր Աստված երբ խաչերին կամված աղոթում էինք ամեն իմ կարոտ հոգում չկար ուրիշ հավատ և սեր դու իմ տեղ ես քեզ հավատում և աղերսում էի ինչպես մի անխել ուր էր Աստված երբ աշոտում էին շքնաղ մի երկիր ուր էր Աստված երբ հույսերս կտրած աղոթում էինք ամեն Ուշտուր մեզ Աստված որ ալեկոց կյանքի ծովում չկորչեք Սիրտ դուր մեզ Աստված որ տառապանքի շուրթերը ջնջենք Դուր մեզ Աստված որ խավարում այս գորշ ճամփանը շմարենք հույս դուր մեզ Աստված որ շուրթերով չորցած աղոթենք մենք ես ամեն
Պարոն Բաղդասարյան, դիտեցինք տեսանյութը, Նախ արձանագրեմ, որ տեսանյութից հետո պետք չի տրամադրության անկում պետք չի թույլանել, ավելին այս տեսանյութը նայելուց հետո բոլորս պետք է դառնանք միակամ եւ արձանագրում եմ հետեւյալը. բավական մեծ աշխատանք է տարված մեր գրասենյակի եւ գործընկերների կողմից, մոտ ապագայում միջազգային գործընկերների հետ մենք այդ գործառույթը արդեն իրավական հարթակում տանելու ենք առաջ։ Ուղղակի ես ասեմ հետեւյալը, գիտեք, նախ այն անձիկ, ովքեր կունենան նման նյութեր, փաստեր, նկարներ, խնդրանք սա, որպեսզի վերեն ներկայացնեն մինչև հուլիսի 28-ը եւ իրավական հարթակում ինքս որպես իրավագետ ունեմ պարտավորություն այդ բարբարոսներին պատասխանության կանչելու։ Նայեք, պարոն Ղուշյան, մի բան է, երբ անձն է, քաղաքացին է անում նման վանդալիզմի նման գործառույթներ թույլ տալիս, մի բան է, երբ դա պետական մակարդակով արում։ Դուք նայեցիք տեսանյութում, որ այդ հարևան Մելիքության նախագահան կնոջ հետ ինչպես էր կանգնել Հայաստան աշխարհը բնորոշող ցուցանակի վրա եւ մնացած վանդալային բաները եւս նկատեցի։ Գիտեք, նրանք դա ոչ միայն մեր մշակույթը պղծեցին, այլ նաեւ պղծեցին այն աստվածային իրավանորմը, որ մշակույթ ստեղծելը, արարելը դա աստվածային կանոնով արվում եւ անկախ նրանից թե դա ով արի, դու չուներ դրա իրավունքը եւ ավելի քան վստահ եմ, որ պատասխանատվության են կանչվելու այս փուլում գույնը իրավական հարթակում։ Բարձր։ Լավ, ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել մեր այսօրվա զրույցի համար։ Մենք շարունակելու ենք մեր ամեն շաբաթյա հաղորդումներ կապված օրինապաշտ քաղաքացի ծրագրի հետ եւ կարծում եմ մեր ունկնդիրները հատկապես որոնք ունենան հարցեր ուղղված պարոն Բաղդասարյանը եւ ընդհանրապես Lev Group ընկերությանը կարող եք շարունակել այդ համագործակցությունը, որի արդյունքում պարոն Բաղդասարյանը եւ իր թիմակիցները պատրաստ են հաջողով մեզ ընթառաջելու։ Սիրով ձեզ եւ շնորհակալություն պարոն Ղուշյան, բավականին մեծ այս հաղորդաշարի ընթացքում ձեր դերակատարումը եւ դա չափազանցուցիչ չի, շատ մեծ եմ տեսնում, փոխող բոլոր դրական հետևանքներով։ Շնորհակալ եմ։ Դե, ուրեմն մեր համագործակցությունը շարունակելու ենք։ Ձեր բարեկամներ, այսօր այսքանը ցտեսություն։